Կարծում եմ Նիկոլ Փաշինյանն հուշել են, որ Հայաստանի բնակչության տարիքային մի որոշակի մեծ խումբ ներկայություն ունի TikTok-ում եւ փորձում է Նիկոլ Փաշինյանը պետական քարոզությունը իրականացնել հնարավոր բոլոր հարթակներում, այդ թվում նաեւ TikTok-ում, կարծում եմ սա թեման հետեւյալն է, եթե ուշադրություն եք դարձրել, ամեն ինչ ուզում են անեն ցույց տալու համար, որ դա ընդհանրապես կապ չունի Տավուշի մարզի հետ, բայց այդ նույն տրամաբանությամբ վաղը կարող են մեկ այլ բնակավայր թեմա առաջ քաշել, որը Ադրբեջանը պնդում է, որ դա Ադրբեջանն է, ներկայացնել որոշակի հիմնավորումներ, որպես կանոն իշխանությունը նաև ունի մեկ այլ բացական դեր, միջև իր հանձնել որոշակի նախապատրաստման գործընթաց է տանում, դա հռչակում է անպայման ադրբեջանական կամ նվազագույնը ոչ հայկական եւ սրանով ոչ միայն խնդիր է ստեղծում բումբանակցային գործընթացում, այլ խնդիր է ստեղծում նաեւ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, ինչպիսին օրինակ եղավ Արցախի ժամանակ, երբ որ Ադրբեջանի հարձակումից դեռևս 1 տարի առաջ հայտարարվեց, որ Արցախը ըստ էության Ադրբեջանն է եւ հետագայում Ադրբեջանը գործողություններ իրականացնելիս հղում էր անում նաեւ երկրի իշխանությունները եւ այդ թվում Փաշինյանային հայտարարությանը, որ Փաշինյանն է համարում Արցախը ադրբեջանական, նրանք խաղաղ ձևով չեն հանձնել եւ իրենք ստիպված են եղել գնալու ռազմական գործողությունների։ Ցավոք սրտի այս պահին նաեւ որոշակի առումով խնդիրը արտացոլված է նաև այստեղ, որովհետև իր հայտարարած հանրային երկխոսությունը, որը փորձում է ֆոն ստեղծել, որ ծավալում է Տավուշի մարզում, ըստ էության Նիկոլ Փաշինյանը դրա շրջանակներում արդեն իսկ այդ գյուղերը հռչակել է ադրբեջանական, եւ եթե ստեղծվի մի իրավիճակ, որտեղ լինի դիմադրություն կամ լինի այնպես իրավիճակ, որի պայմաններում իշխանությունը վախենա գնա նման քայլի, զուտ իշխանությունը կորցնելու հարցը հաշվի առնելով, Ադրբեջանի համար նա իր հայտարարությունով արդեն լեգիտիմ դաշտ է ստեղծել հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ։ Իսկ Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ ինչ է տեղի ունենալու։ Տարբեր միջազգային կազմակերպություններ, կառույցներ, միգուցե տարբեր երկրներ գոռան, կասեն, որ անթույլատրելի է պատերազմի ճանապարհով հարցերի կարգավորումը, բայց իրավական տեսանկյունից բոլորը հղում են անելու Նիկոլ Փաշինյանի լեգիտիմացրած այդ դրույթներին եւ այս իրավիճակում Ադրբեջանը հերթական անգամ մարսելու է իր քայլերը։ Սա ամենավտանգավոր երևույթներից մեկն է, որը դրսևորվում է նաեւ իշխանության բառերով։ Իշխանությունը խոսում է պաշտպանական զենքեր է գտնում։ Եթե անգամ բնակիչները, ինչպես ասում են, իրենք կարող են պաշտպանվել, այդ ինչու է պաշտպանական զենքեր գնում եւ հնարավոր է սկսած ագրեսիայի դեպքում ինչ հույսեր ունեք, բանակը կարող է կանգնել այդ մարդկանց Ադրբեջանի սպառազինության եւ զինված ուժերի պարագայում, որի մի քանի մակարդակում նաեւ ծառայություն եւ ուղիղ վերահսկողություն իրականացնում թուրքական բանակը, բնականաբար այս իրավիճակում միայնակ թողնել մարդկանց, կոնկրետ այդ համայնքներում ապրող մարդկանց եւ ասել, որ դա ձեր պաշտպանության հարցն է, բնականաբար որևէ առումով եւ տրամաբանական եւ ռազմական տեսանկյունից որևէ, այսպես ասեմ, տրամաբանության հետ որևէ ձևի կապ չունի եւ ցանկացած երկիր ինքը իր զինված ուժերով պետք է ապահովի իր երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Ինչ վերաբերում է կոնկրետ պաշտպանական հնարավորություններին, ապա մեկ բան է, երբ որ դու ցանկություն ես հայտնում ձեռք բերելու, մեկ այլ բան է, որ դու դա ձեռք ես բերում, մեկ այլ բան է, որ դու արդեն դա ընդգրկում ես քո զինված ուժերի կազմում, ներդաշնակեցում քո մնացած զորատեսակներին եւ բնականաբար ըստ այդմ էլ նաեւ անձնակազմ պատրաստում։ Նույն ազգային ժողովի պարագայում մենք մասնակցում ենք այն ձևաչափերով հանդիպումներին, որ այդ պահին համարում ենք նպատակահարմար։ Դրանով է պայմանավորված նաև շատ ժամանակ որոշ հանձնաժողովի նիստերին, լիագումար նիստի տարբեր բանաձևերին, դրանց մասնակցությանը կամ չմասնակցությանը։ Նույնը վերաբերում է տարբեր հանրային միջոցառումների, անկախ նրանից դա կլինի դահլիճային ձևաչափով, կլինի փողոցում, կլինի Երևանում, թե մեկ այլ մարզում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը ինչ այսպես նշանակություն ունի ռազմական, թե ամեն դեպքում դա բացառում է հաշվի առնելով այսպես ռուս-ուկրաինական պատերազմում այսպես արևմուտքի դժվարությունները, ինչ նպատակ ուներ այս, ինչպես ասում են, այս նեղ մաջալին տարածաշրջանային այցով Հայաստան գալը։
Հաշվի առնելով Արևմուտքի եւ Ռուսաստանի սրված հարաբերությունները եւ դրա տարբեր դրսեւորումները, այդ թվում Ուկրաինայում, եւ բնականաբար այս գործընթացում ՆԱՏՕ-ի ակտիվ դրսևորումները, բնական է, որ այսպիսի այցերը ոչ միայն մեր ռեգիոնում, այլ նաեւ տարբեր այլ տարածաշրջաններում անընդհատ լինելու են։ Խնդիրները տարբեր են, տարբեր երկրների հետ համագործակցության ձևաչափը, այդ թվում Հայաստանի տարբեր են։ Իհարկե դրանում բավականին ընդգծված դեր ունի նաև աշխարհաքաղաքական գործոնը եւ այս պահին աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների դիմակայությունը եւ դա պատահական այց որևէ դեպքում չպետք է դիտարկել։ ՆԱՏՕ-ի խնդիրներից շարունակվել են։ ՆԱՏՕ-ի այսպես ամենամեծ թվով բանակ ունեցողը Թուրքիան է, գիտեք։ Երկրորդ ամենամեծ բանակն է։ Սա կարող է նաև այսպես այս հայ-ադրբեջանական խաղաղության այսպես այս գործընթացի հետ ուղիղ առնչություն ունենալ։ Ամենամեծ խնդիրը այն է, որ երբ որ հիմնական հանրային քաղաքական դիսկուրսը ընթանում է նրա շուրջ, թե Հայաստանը ինչ ճանապարհով պետք է շարժվի, պայմանականորեն դեպի արևմուտք, թե պայմանականորեն դեպի հյուսիս, ապա սրա շրջանակներում նաև մի բան է ակնհայտ դառնում, որ արևմուտքը այս տարածաշրջանում գոնե այս պահի ներկայացված է Թուրքիայի միջոցով, իսկ Թուրքիայի որևէ ձևով գործընթացներում ակտիվության մեծացումը բնականաբար որևէ ձևով չի բխում Հայաստանի Հանրապետության անվտանգային եւ առհասարակ հայկական շահերից, եւ սրանով է պայմանավորված նաև այն հիմնական խնդիրները, որ այս դիսկուրսը տարբեր փուլերում փակուղի է մտնում, որովհետև բոլոր վերլուծություններում ակնհայտ է դառնում, որ գործընթացի որոշակի խորացումը, հատկապես երբ որ դա տեղի ունենում պայմանական դաշնակից Ռուսաստանի հաշվին, բերում է մեր տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացմանը։ Առանց այն էլ 44 օրյա բավականին մեծացրել է, նաև իր ռազմական ներկայությունն ապահովել Ադրբեջանին, երբ որ սրան գումարում ենք նաև տարբեր արևմտյան պաշտոնյաների կողմից հայտարարությունները Թուրքիայի կարևորության եւ Թուրքիայի կարևորություն հատկապես ռեգիոնալ հարցերի կարգավորման տեսանկյունից, ապա այս համատեքստում բնական է, որ իրավիճակը սպառանլիքների առումով, Թուրքիայի ներգրավվածության կամ ակտիվացման առումով շատ ավելի զգալի է, քան այլ պարագայում։ Պարոն Աբրահամյան եւ Հայաստանի ԵՄ անդամակցության տեխնացության վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ հուսունից այս հարցը քաղաքական լայն քննարկման առարկա կդառնա եւ նաեւ քաղաքական ուժերի վերաբերմունքներ ուզում այս ուղերձի հետ կապված լսել, ձեր ուժը ինչ վերաբերմունք ունի այս հարցի վերաբերյալ։ Եվրամիության հետ հարաբերությունների հետ կապված մեր քաղաքական ուժը իր իշխանության ժամանակահատվածում ունեցել է բավականին խորացված հարաբերություններ, ընդհուպ այն համաձայնագիրը, որի հիման վրա այսօր բանակցում են իշխանությունները, ՍԵՊԱՆ-ը, որը 2017 թվականին է ստորագրվել, դա եղել է մեր քաղաքական ուժի բանակցած փաստաթուղթը, այնպես չէ, որ Եվրամիության հետ հարաբերությունները մշտապես պետք է դիտարկել Ռուսաստանի հետ դիմակայության կամ սրման համատեքստում, այլ բան է, որ այս իշխանության պարագայում ցանկացած քայլ, որը 10-15 տարի առաջ կարող էր աննշան թվալ կամ որևէ ձևով նույնիսկ հանրային քննարկում չառաջացնել, դիտարկում է բացառապես հակառուսականության կամ վեկտորային քաղաքականության համատեքստում։ Իրականում կան ուղղություններ Եվրամիության հետ, որ Հայաստանը իրականում պետք է զարգացնի եւ համապատասխան մակարդակի հասնի, բայց ինչ վերաբերում է կոնկրետ կարգավիճակին, անդամակցության կարգավիճակին, այս պահին թե չեմ սխալվում 10 երկիր կա, այդ թվում նաև կոնկրետ Բալկաններում գտնվող մի շարք երկրներ, որոնք երկար տարիներ է հայտ են ներկայացրել անդամակցության հայտ ընդունվել է, բայց մինչև այժմ Եվրամիության անդամ չեն դարձել, չեմ խոսում դեռ Թուրքիայի մասին, որը տասնամյակների գործընթացի մեջ է, եւ այն տեսանկյունից ովքեր կարծում են, որ սա 6 ամսվա կամ 1 տարվա գործընթաց է, եթե նույնիսկ կլինի կոնկրետ քաղաքական նպատակահարմարություն, ապա դա այդպես չէ։ Իրականում այս թեման հանրային լայն դիսկուրսի անհրաժեշտություն ունի, հատկապես փորձագիտական շրջանակների համար, որովհետև մեր հանրության համար դեռևս ամբողջական չէ, թե ինչ ենք տալիս, ինչ ենք կորցնում եւ ինչ հնարավորություններ է մեր համար բացում դեպի Եվրամիություն ճանապարհը։ Բայց ԵՄ-ն մեծ կընդունի, քանի որ դեռ ԵԱՏՄ անդամ է, այս հարցի վերաբերյալ ինչ կասեք, առանց դուրս գալու ԵԱՏՄ-ից։ Բնականաբար չի ընդունի, բայց երբ որ հանգարց քաղաքական նման որոշումը լինի, բնականաբար դա բերում է նաև
տարբեր հարցերի լուծումների, այսինքն նաև տարբեր սկզբունքներ են դրա հիմքում դրվում եւ բնականաբար այստեղ կա ինտեգրացիայի ուղղությունների կոնկրետ տարբերակի ընտրության հարց եւ բնական է որ նման պարագայում Հայաստան չի կարող գտնել եւ ԵԱՏՄ-ում եւ Եվրամիությունում։ Վերադառնալով անկլավների թեմային, իշխանությունը, մասնավորապես երեք Նիկոլ Փաշինյանը Տավուշցիների հետ հանդիպման ժամանակ 31 գյուղերի մասին խոսեց, որ Ադրբեջանը եւս պետք է վերադարձնի։ Բայց մենք չենք տեսնում, որ Ալիևը նույն այսպես համառությամբ, ժրաջանությամբ հանդիպի ադրբեջանցիների հետ եւ նախապատրաստի նրանց տարածքների հանձնելուն։ Այսինքն փոխանակման, այսինքն Ադրբեջանի կողմից չկան գործողություններ, բայց Հայաստանի կողմից կան գործողություններ։ Որքանով է իրատեսական համարում, որ փոխանակում լինելու է, եթե մենք այս տարածքները տանք, եւ առասարակ հնարավոր համարում եք, որ նաեւ այս թեզը առաջ է բերվում նաեւ հանրությանը հանդարտեցնելու համար, որ իրականում չենք հանձնում, այլ փոխանակում ենք մինչդեռ իմանալով, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնվել, որ պետք է վերադարձնի։ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին Ստեփանակերտում գոռում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, ինչը նրան չխանգարեց հետագայում Արցախը Ադրբեջան հռչակելու եւ Արցախը հանձնելու, այնպես որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բնականաբար այստեղ որպես ճշմարտություն չպետք է ընդունել եւ պարզ չէ թե այս փուլում հնչեցած հայտարարությունը մի քանի օր հետո կամ մեկ շաբաթ հետո ինչի կվերածվի, շատ դեպքերում ճիշտ հակառակին։ Ես կարծում եմ, որ խնդիրը հենց նաեւ նրանում է, որ բանակցային գործընթացը, որը ենթադրում է նույն դելիմիտացիա դեմարկացիայի շրջանակներում փոխադարձ զիջումների գործընթաց, վերածվել է Հայաստանի համար միակողմանի զիջումների օրակարգի եւ բնականաբար այս պայմաններում կարծել կամ համարել, որ կարող է Ադրբեջանը մեզ ինչ-որ տարածք իջել, բնականաբար այդքան էլ տրամաբանական չէ։ Ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ սրանից 2-3 տարի առաջ, երբ որ խոսում էր բանակցային գործընթացի կամ դրա վերականգնման մասին, նույն այս Հայաստանի իշխանությունը հայտարարում էր, որ մինչև Ադրբեջանը դուրս չգա Վայոց ձորի, Եղարքունիքի, Սյունիքի օկուպացված հատվածներից մենք բանակցությունները չենք սկսելու, բայց դա չխանգարեց կար ժամանակ հետո ոչ միայն բանակցությունների վերսկսման համար, այլ նաև Հայաստանի գլխին նոր զիջումների օրակարգ իջեցնելու առումով, այնպես որ այս տեսանկյունից դրան այդքան դուրս չեմ դիտարկում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանից լռություն է։ Ամեն դեպս Ադրբեջանը պատրաստակամություն չի հայտնել, Ադրբեջանի հայտարարությունների եւ նրա քայլերի հիմքում Հայաստանից առավելագույնը փոկելն է։ Միգուցե այս պարագայում լինեն 1-2 ուղղություններ, որտեղ շատ քիչ, բայց որոշակի կոմպրոմիսներ լինեն, բայց եթե թեման նայում ենք զուտ փաստաթղթային եւ միջազգային նախադեպերի տեսանկյունից, բնականաբար Ադրբեջանի քայլերը ուղղված են Հայաստանից առավելագույնը ստանալու եւ ոչինչ չզրճելու այդ բանաձևի մեջ։ Պատերազմի հավանական, այսինքն հարձակումը որքանով է իրական համարում, որովհետեւ որոշ քաղաքագետներ ասում են, որ նոյեմբերին Ադրբեջանը պետք է կայանա կլիմայի հետ կապված գլոբալ ֆորումը, գիտենք նաև Հայաստանը այսպես ժեստ արեց եւ այսպես զիջեց այդ պարտական այդ միջոցառումը Ադրբեջանին եւ քաղաքագետներն ասում են, որ Ադրբեջանի ցանկացած ռազմական գործողություն կարող է այսպես վտանգել այդ ֆորումի նշանակությունը։ Սա կարող է կանխող բան լինել Ադրբեջանի համար, գոնե մինչև նոյեմբեր, չգիտեմ, ինչ կարող է։ Արեք հակառակ կողմից գանք։ Հիմա նույն Հայաստանի իշխանությունները ասում են, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ուժեղացումը այսօրվա խորհրդային օրակարգում նաև համաձայնագրի կնքում է նախատեսված, ուղիղ առնչություն ունի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի հետ եւ ըստ էության դա որոշակի առումով միջազգային երաշխիք է Ադրբեջանի չհարձակման համար։ Հիմա եթե միջազգային դիտորդական առաքելությունը տեղակայվել է, այսօր արդեն համաձայնագրի բնույթ է ստանում, ապա ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից շարունակվող այդ պատերազմի շանտաժը, որտեղ այլ բառ քան շանտաժ համարել ես դա չեմ համարում, եւ այս իրավիճակում ուրեմն պետք է այլ հարցի պատասխան ունենալ։ Եթե ցանկացած իրավիճակում նրանք պատրաստ են պատերազմի գնալ, ապա ինչ դեր է կատարում Եվրամիությունը, այնտեղից հնչող հայտարարությունները կամ սահմանին տեղակայված դիտորդները, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ասում էր, որ Եվրոպայի հետ համագործակցությունը նաև անվտանգության մակարդակ է բարձրացվել։ Եթե այդ ամենը կա, ապա ինչու է նույն կերպ, նույն բառապաշարով խոսում պատերազմի մասին։